Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանը դատավորից հետաքրքրվեց, թե ինչու 2 ամիս չեն կայացել դատական նիստերը։ Ամբաստանյանի միջին ներկայացնելու պատճառաբանությամբ։ Թե ինձ համար, թե մեր հանրության համար պարզ է պատճառները։ Բոլորս գիտենք, որ տեղի ունեցավ Երևանում ՊՊԾ գնդի գրավում, որն էլ եւ հենց այն քաղաքական պատճառն է, որ ինձ որպես պատանք պահում են եւ պահում են բանտում, քանի որ պարզ է թե ովքեր էին գրավել ՊՊՑ գնդի։ Ես ընդհատում եմ ձեզ, դուք մեղադրանքի վերաբերյալ հայտարարություն Ազատության հրապարակում ամանորի գիշերվա իրադարձություններից հետո կալանավորված Գևորգ Սաֆարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, նշելով, որ ոստիկաններն են այդ օրը բռնություն գործադրել քաղաքացիների նկատմամբ։ Դատական համակարգը ընդհանրապես հանդիսանում է գործադիր իշխանության կցով։ Դատախազը մեղադրեց Գևորգ Սաֆարյանին, թե ամեն նիստին նույն երգն է երգում։ Ինչա նշանակում պատրաստվեք հայտարարությանը պատշաճ։ Հաջորդ նիստի վերջում ձեզ հնարավորություն կտրվի ներկայացնել։ Այսօրվա նիստը հայտարարում է Գործով դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 11-ին։ Գևորգի մայրը նշում է, որդին ոտքի հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Ինքը կոնկրետ դիագնոզ չունի, անալիզներ չի արված, չի նկարահանված ոտքը, ինչ էլ տարել ենք չի օգնել։ Ներքին ներսում որ բժիշկ էին տարել իր մոտ, ասել էր անշարժ վիճակից է, ոչինչ։ Ու այսպես դատը գնալով հետաձգեցին։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից խոստացել են Գևորգ Սաֆարյանի առողջական խնդրի հարցը փաստաբանի հետ միասին քննարկել։